Ահա որ դեպք տեղի ունեցավ, նույն Փարաքարի դեպքերը, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանության դեպքը։ Առաջին հարցն է նա, այն որ առնվազն բացահայտում տեղի ունեցավ եւ տեղի է ունենում քննություն եւ ես հույս ունեմ, որ քննության արդյունքներով ոչ մի հարցի պատասխան բաց չի մնա եւ համոզված եմ, որ առավելագույնն է արվում դրա համար, բայց այնուամենայնիվ մենք պետք է վերադառնանք, ինչը ինչ ենք արել, որտեղ է բաց թողումը, ինչ պետք է այլ կերպ լիներ, որ այդ ամեն ինչը տեղի չունենա, որովհետեւ ընդհանրապես Հայաստանում հանցավորության մակարդակը այդ շատ լուրջ խնդիր է, առավել եւս բռնությամբ կատարված հանցագործությունները ամեն կրակոց, ամեն քաղաքացի ի վերջո զգում է, որ դա կրակել են իր վրա, որովհետև եթե առաջի տպավորությունը այդպեսին չի, գոնե երկրորդ, երրորդ, չորրորդ ասոցիատիվ տպավորությունը, այսինքն տենց զուգահեռ լինելու է, որ իր վրա են կրակել։ Եվ հետևաբար այս հարցերը շատ կարևոր են, որ նաև իրավապահ համակարգը կարողանա վերլուծել հանցագործությունը, լավ, հիմա դա ընդհանրապես սրտի մխիթարանք է, որ դեպք է տեղի ունեցել, մենք բացահայտում ենք կամ կարող ենք բացահայտել, բայց մեր մեծագույն խնդիրն է, որ այդ հանցագործությունը կանխվի կամ նախականխվի։